Ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանի սպանությունից մեկ ամիս անց Վարդենիսի զորամասում դարձյալ դեպք է տեղի ունեցել։ Պահեստազորայինների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 3 անց հոսպիտալացվել է։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քննչական կոմիտեն հայտնում է, քրեական վարույթ են նախաձեռնել, 1 անձ ձերբակալված է։ Իրավապահները սակայն չեն մանրամասնում, թե որ հոդվածով են վարույթ նախաձեռնել։ 1 ամիս առաջ նույն զորամասում սպանված 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան գործով կասկածյալը ծառայակիցն է։ Նա այժմ կալանավորված է։ Հունվարին էլ մահացած էին գտել 18-ամյա Վահան Պետրոսյանին։ Ըստ իրավապահների նա ինքնասպանություն էր գործել։ Տարիներ շարունակ, երբ որ արձանագրվում են դեպքերը, դա հստակ ցուցանիշ է, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ։ Թե արդյոք հրամանատարական կազմը ունի քրեական բարքերի որոշակի տարեր, չեմ կարող ասել, բայց չի բացառվում։ Նույն զորամասում ողբերգական դեպքեր են տեղի ունեցել նաև նախորդ տարիներին։ Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ընդգծում է, այս ամենը վկայում է այստեղ տիրող բացասական բարքերի մասին։ Վարդենիսը ըստ էության վերջին դեպքերով պայմանավորված այն զորամասերից է, որտեղ բավականին հաճախ են արձանագրվում նման դեպքեր, միջանձնային հարաբերությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ կապված միջադեպերն են բավականին շատ, որոնք հանգեցնում են կամ սպանության, կամ ինքնասպանության։ 2024-ի հոկտեմբերին այս զորամասում մահացած էին գտել 21-ամյա Վահե Հարությունյանին։ Ըստ իրավապահների նա ինքնասպան է եղել։ Տղայի ծնողների խոսքով Վահեն խուսափում էր կոնֆլիկտներից։ Մայրն այն ժամանակ պատմում էր, իրենց հայտնել են, որ Վահեի ծառայակիցն իրեն ավելի քան 1 ամիս թիրախավորել է։ Անցած հունիսին Ալավերդու բարձրահարկ շենքերից մեկում կախված էին հայտնաբերել ժամկետային զինծառայող Էրիկ Բարսեղյանի մարմինը։ Ողբերգության մասին պաշտպանության նախարարությունը չէր հայտնել։ Ըստ Օրագիր Նյուզի նա արձակուրդում էր. ծառայության առաջին 6 ամիսն անցկացրել էր Փամբակի զորամասում ու արձակուրդից հետո Վարդենիս պետք է տեղափոխվեր։ Սակայն մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում եւ օրեր շարունակ մտահոգ է եղել։ Տվյալ զորամասում առկա չէ համապատասխան վերահսկողության մեխանիզմներ, չկա ղեկավարման այնպիսի մոտեցում, որը ամբողջությամբ հսկողության տակ կպահի զինծառայողներին գոնե թե այն տեսանկյունից, որ նրանց միջև չլինեն նման հարաբերություններ։ Իրավապաշտպանի խոսքով խախտվում է նաև վերադասների ու նրանց ենթակաների փոխհարաբերությունների կարգը։ Ինչու են այնտեղ ողբերգությունները պարբերաբար կրկնվում։ Ինչու պաշտպանության նախարարությունը կարգ ու կանոն չի հաստատում, ինչու են սպաները թերանում իրենց աշխատանքում։ Նազելի Մովսեսյանի խոսքով այս իրավիճակը չէր լինի, եթե պատասխանատվության ենթարկվեին նաև վերադասները։ Ընդ որում խոսքը Հայաստանի բոլոր զորամասերում արձանագրվող դեպքերի մասին է։ Եթե հրամանատարական կազմից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի ըստ համապատասխան հանցանքի, բնականաբար նման դեպքերը կարող ենք ասել, որ հետագայում միտում կունենան նվազելու, որովհետև մարդկանց մոտ կլինի այդ վախը, այսպես ասած, օրենքի առաջ պատասխան տալու։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այս տարեսկզբին կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ լուրջ քայլերից էր խոսում։ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը։ Նախարարի այս հավաստիացումից հետո զինված ուժերում այս տարի 3 զինծառայող է մահացել, ըստ իրավապահների 1 սպանություն ու 2 ինքնասպանություն։